Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասն է։ Զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյան, պարոն Հակոբյան, խնդրեմ։ Արգաժան փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանը ներկայացնում հարկային օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծով ըստ էության երկու հարկատեսակի ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի մասով փաստավորման, հարկային հաշվետվությունների ներկայացման եւ հարկերի հաշվարկման ու վճարման հետ կապված գործնականում հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրներն են կարգավորում, որի երկու մեծ նպատակ է հետապնդում։ Առաջինը բիզնեսի կյանքի հեշտացումը եւ բիզնես միջավայրի լավացումը, մյուսը վարչահարության դեպքում հնարավոր վեճերից խուսափումը։ Նշեմ, որ այս խնդիրների գույքագրումը մենք արել ենք անցած ամբողջ տարվա ընթացքում հարկային նոր հայեցակարգի մշակմանը զուգահեռ եւ ունեցել ենք 3 խումբ, կարելի ասել, մոտեցումներ, առաջինը մեր վարչահարությունից բխող խնդիրների գույքագրումներ, մյուսը ոլորտային հանդիպումների արդյունքում գույքագրումներ եւ երրորդը մեր հանրային խորհրդի քննարկումների արդյունքում գույքագրումներ։ Եվ սրանով մենք կարելի ասել ավելացված արժեքի հարկի հաշվարկման էական հարցերը հիմնականում լուծում ենք, շահութահարկի մի մասն ենք լուծում, մյուս ավելի հայեցակարգային ու խոշոր հարցերը լուծելու ենք հարկային նոր հայեցակարգից բխող բարեփոխումների շրջանակներում ֆինանսների նախարարության հետ համատեղ։ Հիմա անդրադառնամ ամենաէական փոփոխություններին, նախ ավելացված արժեքի հարկի մասով, առաջինը, որը վերաբերում է մեր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, ապրանքների վերադարձի մասով կարգավորումներն են, մասնավորապես առաջարկում են կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը, ինչ է դա նշանակում, ներկայումս ճշգրտվում է միայն պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների մասով, այսինքն միայն օրինակ հանրային սննդի կամ սննդի ապրանքների հետ կապված է դա, եւ մենք հնարավորություն ենք հարկային օրենսգրքում ստեղծում, որպեսզի մարդիկ կարողանան գործարքները ճշգրտել բոլոր ապրանքատեսակների մասով, եթե իրենք կգտնեն, որ վերադարձի անհրաժեշտություն կա։ Մյուսը կանոնակարգում ենք հարկային հաշիվներից բացի այլ հաշվարկային փաստաթղթերով, մասնավորապես ՀԴՄ կտրոններով, ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը, մասնավորապես ներկայումս ճշգրտելու հաշվետու ժամանակաշրջանը արտացոլվում է միայն հարկային հաշիվներով նվազեցնելու դեպքում եւ մենք ինչ ենք անում ՀԴՄ-ների վաճառքի դեպքում, երբ որ վերադարձա տեղի ունենում ներկայումս, հարկ վճարող ստիպված է գնալ հետ համապատասխան ժամանակաշրջանի գործարքը ճշգրտել իր բոլոր հետևանքներով, այս կարգավորումով հնարավորություն ենք տալիս, որ հաշվարկը ճշգրտվի հենց վերադարձի ամսում, այսինքն վերադարձը դարձնում են գործարքի առանձին տեսակ վաճառքից առանձին։ Մյուսը գյուղատնտեսության ոլորտի մեր սուբյեկտների վերաբերող փոփոխություններն են, մասնավորապես կան սուբյեկտներ, կան տնտեսվարողներ, որոնք իրականացնում են բացի գյուղատնտեսական գործունեությունից նաև այլ գործունեություն, եւ այսպիսի մի կարգավորում կար, որ եթե տարվա ընթացքում նույնիսկ մի փոքր գործունեություն զուգահեռ անելու դեպքում ստիպված են լինում տեղափոխվել ավելացած արժեքի հարկի վճարման տիրույթ, տվյալ տարվա հունվարի 1-ից սկսած, հիմա մենք ասում ենք տարանջատում ենք իրերից, այսինքն գյուղատնտեսության արտադրության մասը ավելացված արժեքի հարկի վճարման ենթակա չի լինում, իսկ մյուս մասը լինում է եւ շեմը պահպանվում է 115 միլիոն, մյուսը ավելացած արժեքի հարկով հարկման բազայի որոշման կանոնի եւ ԱԱՀ-ից ազատման արտոնությունների հետ կապված հարցերն են, մասնավորապես այդտեղ հիմնական փոփոխությունը հետեւյալն է, ԱԱՀ-ից ազատման արտոնություն են առաջարկում կիրառել նաեւ համայնքների նվիրատվությամբ ապրանքների մատակարարման մասով, ներկայումս ԱԱՀ-ից ազատվում է միայն պետությանը նվիրատվությունը եւ համայնքների դեպքում 0 դրամ է ավելացած արժեքի հարկը, որը կարգավորում ենք, մյուսը վերաբերում է մեր ոչ ռեզիդենտ սուբյեկտներին, մասնավորապես on-line ծառայություններ մատուցող սուբյեկտներին, օրինակ դա կարող է լինել Google-ը, Facebook-ը կամ նմանատիպ կազմակերպություններ, այդ կազմակերպությունները ներկայումս շրջարկ վճարողների եւ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների հետ իրականացվող ԱԱՀ հարկվող գործարքների մասով
իրենց պարտավորությունները ավելացված արժեքի հարկի մասով կատարում են բարդ ընթացակարգերով, մասնավորապես ամսական հաշվարկելու տրամաբանություն է դրած, բացի դա ֆիզիկական անձանց դեպքում այլ կարգավորում է էլեկտրոնային ծառայությունների մասով ֆիզիկական անձանց պարզեցված ընթացակարգ է գործում եռամսյակային տրամաբանությամբ մեր EVAT կամ էլեկտրոնային ավելացված արժեքի հարկի համակարգով եւ մենք առաջարկում ենք միասնականացնել այս բոլոր կարգավորումները եւ եռամսյակային տրամադրությամբ էլեկտրոնային հարթակով հնարավորություն տալ իրենց ավելացած արժեքի հարկի պարտավորությունները անել այդ համապատասխան ոչ ռեզիդենտ կազմակերպություններին։ Մյուսը վերաբերում է չեղարկվող հարկային հաշիվների կարգավորմանը, մասնավորապես ներկայումս հաշիվ ապրանքագրերում լինում են դեպքեր, որ սխալներ են տեղի ունենում եւ կարիք կա, որպեսզի հարկ վճարողը դրանք ճշգրտի, իսկ ճշգրտման ճանապարհը ներկայումս չեղարկումն է եւ մենք հիմա ինչ ենք առաջարկում, այդ չեղարկումը երբ որ լինում է նոր հաշիվը դուրս է գրվում տվյալ ամսում, մենք հիմա ասում ենք, որ կարող է գործարքի համապատասխան ամսում է ճշգրտումը անել, դա հնարավորություն է տալիս խուսափել համապատասխան տույժերի հաշվարկից եւ իօգուտ բիզնեսի է։ Մյուսը ԵԱՏՄ ապրանքներով ներմուծումների մասին է խոսք գնում։ Մի իրավիճակ է ստեղծվել պատմության ընթացքում, որ ենթակցիզային ապրանք դրոշմարման ենթակցիզային ապրանքների համար ակցիզային հարկի գումարները մինչև սահմանը հատելն են ներկայումս վճարվում կամ սահմանին, մենք հիմա ասում ենք, որ ընդհանուր կարգով ցանկացած սուբյեկտ նման ապրանք ներմուծող կարող է հանգիստ անցնել սահմանը, գալ իր գործունեությունը ծավալել եւ հաջորդ ամսվա միջև 20-ը իր հարկային հաշվետվությունը ներկայացնել, համապատասխան հարկերը վճարել։ Եվ շահութարկի մասով մի քանի կարևոր դրույթ թույլ տվեք անդրադառնամ, մասնավորապես մեկը վերանայվում են արտաժույթով արտահայտված գործարքների հաշվառման մասով կարգավորումները, ինչպես նաև սահմանվում են կարգավորումները արտաժույթով արտահայտված որոշ գործարքների հաշվառման մասով, մասնավորապես սահմանվում են մատակարարումների եւ ձեռքբերումների արտաժույթով արտահայտված գործարքների դեպքում հարկման բազաների, եկամուտների եւ ձեռքբերման արժեքների որոշման համար հիմք է ընդունվում փաստացի գործարքի կատարման օրվա Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հրապարակված միջին փոխարժեքը։ Մյուս կարգավորումը վերաբերում է արևային էներգետիկայի ոլորտին, մասնավորապես ինքնավար էներգաարտադրողներին, խոսքը մինչև 150 կՎտ էներգիա արտադրելու հնարավորություն ունեցող ենթակառուցվածքների մասին է եւ ներկայումս ինչ է տեղի ունենում, նախ այն էներգիայի ավելցուկի մասով շահութարկ չի վճարվում, բայց մեր տարբեր սուբյեկտներին հնարավորություն չի տրվում, որպեսզի իրենք այդ ծախսերը նվազեցնեն շահութարկի հաշվարկներով եւ մենք այդ հնարավորությունը ընձեռում ենք, ինչը խթանելու է արևային էներգիայի տարածումը Հայաստանի Հանրապետությունում եւ վերջինը վերաբերում է հանրային սննդի կարևոր ոլորտներից մեկի կաթնամթերքի ոլորտին, ներկայումս համախառն եկամտի մինչև 1%-ի չափով ենք թույլ տալի հարկային օրենսգրքով շահութարկի մասով ծախսեր ճանաչել, խոսքը հատկապես կորուստների մասին է, որովհետև գիտենք, որ կաթնամթերքի ոլորտում կորուստներ կան եւ այստեղ երկու անգամ մեծացնում ենք այդ տոկոսը, դարձնելով 2%-ի սահմանաչափով, այսինքն մինչև 2%-ի համախառն եկամտի 2%-ը կարող է ծախսագրել համապատասխան սուբյեկտը։ Սա հիմնական կարգավորումներն են, նշեմ նաեւ, որ սրանց բոլորի մասով եւ թվային հարթակներ ունենք եւ թվային առաջիկա նախաձեռնություններ ունենք եւ պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Շնորհակալություն։